Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, բանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ադրբեջանին Վրաստանի ջամփով Հայաստան հասավ նավթամթերքով բեռնավորված գնացքը հայտնեցին Հայաստանի կառավարությունեն ավելցնելով, որ 28 նոյեմբերին Գաբարայի մեջ երկու երկիրներու փոխվարչապետներ Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպումին ցերկ բերված էր պայմանավորվածություն, որուն համաձայն Հայաստանին կմագարարվի 22 վագոն բենզին։ Այս հարցով Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան թիմադեդրի իր էջին վրա գրած է։ Հավանաբար այս մեկը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն յետք, այլև առհասարակ անկախությունն յետք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին արևտատնտեսական գործարքն է։ Megatrade ընկերության տնօրեն Գարեն Հայրյան մամլո աղբյուրներով հայտնած է, որ ադրբեջանական բենզինը գնաց երկու ընկերություններեն մեկը իրենք են, եւ հետակային այդ բենզինը պիտի վաճառվի ընկերության պատկանող Run Oil կայարաններու ցանցի մեջ։ Megatrade-ը մաս կգազմե Seal Capital ընկերության, որ կպատկանի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Հայրյանի համաձայն ադրբեջանական նավթը սագը ներկա դրությամբ կարելի չէ հայտարարել։ Ներազում են յետք պիտի որոշեն վարելանության արժեքը եւ պիտի դժտվի փոքրականակ վաճառքի սագմը։ Ամեն բարակայի իրենց նախադեսությամբ նավթին սագը լինվազի։ Megatrade շուրջ 600 տոն ադրբեջանական նավթ գնաց է։ Առաջին խմբականակի վաճառքեն յետք հստակ պիտի դառնա, թե հետակային ադրբեջանական վարելանյութ պիտի շարունակեն գնել, թե ոչ, բայց ընկերությունը մտադիր է ադրբեջանական վարելանյութի գնումները շարունակական դարձնել։ Ադրբեջանական նավթ գնաց հայկական երկրորդ ընկերության անունը լագավին հայտնի չէ։ Լուսավոր Հայաստան գուսակցության նախագահ Էդմոն Մարուկյան երեք թիմադեդրի իր էջին քրարումով անդրադարձավ Ադրբեջանեն վարելանյութի ներմուծման եւ անոր հնարավոր հետևանքներուն մասին։ Մարուկյան ասավ. Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինյալ ուժերը այս պահուն կբռնակրավեն Հայաստանի տարածքները։ Գաղտնիք չէ նաեւ, որ Ադրբեջանի զինյալ ուժերը կֆինանսավորեն Ադրբեջանի պետական բյուջեին։ Իսկ Հայաստան սկսած է վարելանյութ քնել Ադրբեջանեն, ինչ որ կֆինանսավորե Ադրբեջանի զինյալ ուժերը, որոնք կբռնակրավեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Սակայն ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համաձայն Հայաստան եւ Ադրբեջան հագամարտության վիճակեն կանցնին տնտեսական համագործակցության վիճակի։ Մարուկյան նշեց. Ռուբինյան Տուն եւ խմբագիցներդ կհովանավորեք ռազմական հանցակորձ թշնամիին փանագը։ Այն թշնամիին, որ բադանց կբահե եւ ցուցադրապար գեղձավատրություններ կգադարե հայ մարդոց նկատմամբ, անոնց ասկային եւ գրոնական պատկանելիության համար, ինչպես նաեւ կբռնակրավե Հայաստանի տարածքները։ Վստահաբար կբնթեմ, որ Հայաստանի կառավարությունը եւ քաղաքացիական պայմանագիր գուսակցության կառավարող խումբը Հայաստանի քաղաքացի անունով եւ հաշիվով սկսած են ֆինանսավորել Հայաստանը բռնակրաված թշնամիին Ադրբեջանի փանագը։ Նշված է Մարուկյանի քրարումին մեջ։ Սուրբ Էջմիածինը հույսը չէ գործընծուցած, որ ամենահայոց կաթողիկոսին հրաժարականը բանջող 10 եպիսկոպոսները պիտի վերադառնան մայր եկեղեցու քիրկը։ Արդարև Քերակույն ոգևոր խորհրդի երեկվան ժողովին հաջորդած հայտարարության մեջ գծվի հետևյալը. Խորհուրդը անընդունելի նկատեց եպիսկոպոսներու բարձրացայնած անհիմն մեղադրանքները եւ անոնց արձարծումի գերբերը կարևոր նկատելով, որ անոնք հրաժարին բարձրացված հագագանոնական օրագարկերեն վերադառնան մայր եկեղեցու քիրկը առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։ Խորհուրդը հրադապ նկատե եպիսկոպոսական ժողովի մկումարումը։ Առաջարկ ներկայացվեցավ նաև
միջազգային գազམ་գերբություններու եւ իրավապաշտպան գարույցներու հետ աշխատել կասեցնելու համար pedagogan քարոզչամեքենային գողմե եկեղեցու մասին տարածվող թյուր ընկալումները Կերակույն ոգևոր խորհուրդը դատաբարդերի նկատեց իշխանություններու անձնապես վարշավերին միջամտությունները եկեղեցու ներքին կյանքին կանոնական դրույթներուն ինչ որ կհագասե մայր օրենքին կվիրավորե մեր ժողովրդին կրոնական ապրումները եւ գոտնահարե հայ եկեղեցու իրավունքները եւ թարերով նվիրակորձված ավանդույթները գծվի նշյալ հայտարարության մեջ նշենք որ Կերակույն ոգևոր խորհրդի ժողովը դեղի ունեցավ նոր գազմով կաթողիկոսին որոշումով խորհուրդն երացված են իր հրաժարականը պահանջող եպիսկոպոսներեն Վասկեն, Քևորգ եւ Աբրահամ Սրբազանները Ասկային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան թիմադեդրի իր էջի մեջ կատարեց քրարումը նշելով, որ այն ինչ որ դեղի ունեցավ 18 դեկտեմբերին Սուրբ Էջմիածինի մեջ ասկային խայդարագություն էր եւ ամփարոյականություն, որ բացահայտ կհրահրև էր եւ կգարավարվեր Հայաստանի իշխանությունը բռնակրաված ուժերու կողմէ ներքին եւ արտաքին Օհանյանի համաձայն ակնհայտ է, որ հետագային նոր զարգացումներ եւ ասպատակություններ պիտի ըլան եկեղեցվո թեմ։ Մեր պետության եւ ժողովրդի թեմ հանցակներ կործած մեղքերու մեջ թաթախված իշխանությունը հերթական թավատրություն իրականացուց հայարակերական եկեղեցվո թեմ։ Փորձեց դաբալել մեր pedagoganության ասկային ինքնության կարևոր հիմնասյուներն մեկը։ Սակայն ամենեն զարզրելին, որուն մեջ ագանադես եղանք, շարքը բարձրաստիճան դիրացավ հոգևորականներու եպիսկոպոսներու թավաջանություններ, սեփական ուխտի, հավատավոր եղբայրներու նկատմամբ, որուն իբրև պատասխան հնչեց վեհապարին արժանապատիվ խոսքը, որ անգեղծ գոչեր ասկային համախմբվածության իրարու նկատմամբ հանդուրժողականության, իրենց հանդեպ հնչող ադելության թշնամանքի խոսքերուն փոխարեն։ Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարագշրված կեցվածքով ժողովրդի նվիրյալ զավակներուն հետ միասնապար թիմավորեցին եւ ջամփեցին եւ պիտի շարունակեն ջամփել դիրացավները, որուն համար խորաբես շնորհակալ ենք։ Սիրելի հայրենագիտներ, ակնհայտ է, որ հարաճիգային նոր զարգացումներ եւ ապստամբություններ պիտի կատարվին հայրաքելական եկեղեցվո թեմ, որովհետև իշխող խմբակը փորձած է ամեն ցևով կատարել աշխարհակահաղական թավատրության մաս կազմող նաեւ այս առաջադրանքը։ Այս պատճառով գոչ կուղեմ բոլորին միասնական լալ, չդարվիլ խապկանքներու եւ համախմբիլ, ամուր գանքնիր եւ պաշտպանել մեր հավատքն ու եկեղեցին։ Պատմությունը ցույց կտա, որ մենք հասած ենք հաջողության, երբ եղած ենք միասնական։ Նշված է Սեյրան Օհանյանի քրարումին մեջ։ Բաքուի ռազմական դատարանի մեջ իր ավարտին կմոտենա Արցախի նախկին ղեկավարներուն Շինզո դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրի համաձայն 3-19 դեկտեմբերին ամպաստանյալները սկսած են հանդես գալ իրենց եզրափակիչ խոսքերով։ Խոսք արած է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյան։ Ադրբեջանական գոմին համաձայն Հարությունյան իբր թե նշած է, որ 1993-ին Քարվաճարի քրավումին ընթացքին դեղի ունեցած առնվազն 2 միջադեպը ռազմական հանցագործություններ։ Անգախ աղբյուրները Հարությունյանի գոմեն նման այդարարություն կատարած լալու որևէ հաստատում չկա։ Հիշեցնենք, որ Բաքուի ռազմական դատարանի մեջ ընթացող դատավարության անգախ լրատվամիջոցներ եւ օդար դիվանագետներ չեն մասնակցիր։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը կհաղորդե, որ գզորակցի Հայաստանի ապահովությունը երաշխավորելու նպատակով ներկայացուցիչներու դան ներկայացված թիվ 6840 փանացևին։ Փանացևը Միացյալ Նահանգներու նախագահային պիտի խլե ազատության չադակովման փանացևի թիվ 907 բաժինը շրջանցելու իրավունքը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական աջակցություններ գասեցնելու նպատակով 1992-ին վավերացված թիվ 907 բաժինը ամբողջությամբ չի կործատրվիր, որովհետև նախագահին դրված է զայն շրջանցելու իրավասությունը եւ բոլոր նախագահները շահագործած են այդ իրավունքը, հարյուրավոր միլիոնի ռազմական աջակցություններ դրամատրելով Ադրբեջանին։
Հայաստանի ապահովությունը երաշխավորելու նպատակով Փանացևը ներկայացված է կոնգրեսի հայկական հանձնախումբի համաադենապետներու կողմէ, իսկ անոր գզորակցին 7 այլ կոնգրեսականներ։ Փանացևի մեջ կշեշտվի, որ Ադրբեջանին ռազմական աջակցությունները պետք է գասեցվին մինչև այն ադեն, որ Բաքու հստակ քայլերու չէ դիմաց Հայաստանի հետ արդար եւ ապահով խաղաղություն հաստատելու նպատակով։ Անիգա կպահանջի ադրբեջանական ուժերուն հերացումը Հայաստանի գերիշխան տարածքներեն, բոլոր հայ գերիներուն եւ բադանտներուն ազատ արձակումը, Հայաստանի դեմ թշնամական գործունեության դադրեցումը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքին ճանաչումը եւ հայկական մշակութային ու գրոնական ժառանգության պաշտպանությունը։ Հայաստանի ժողովրդական վարպետ, ասեղնագործության մասնակետ եւ մասնակիտական շարք մտքերու հեղինակ Լուսինե Մխիթարյան բաց նամակով մտիմաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ Հայաստանի մնայուն ներկայացուցիչ Արամ Հակոբյանին իր թշկողությունը հայտնելով հայնտաբի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմէ թրքական ժառանգություն արձագանքելու քայլին համար։ Ան Թիմադերյան քարումով կատարած է հետևյալ փոխանցությունը։ Ներեգանք Այնտաբի ասեղնագործությունը հայկական ասեղնագործություն է եւ գարիք չկա այդ մեկը ապացուցելու։ Բազմաթիվ են պատմական վկայությունները, տանկարանային դվյաները եւ նմուշները։ Հրաբարակված գիրքերը, հոդվածները, Հայաստանի գենթանի վարպետները եւ աշակերտները, սեվային զարգացումները եւ գիրարգումը։ Բոլոր հարցումներուն պատասխանը կա։ Ըստ այնմ, ես իբրև Լուսինե Մխիթարյան, Հայաստանի ժողովրդական վարպետ, փողոքից այնս կպարծացնեմ եւ կպահանջեմ, որ պատասխանեք հետեւյալ հարցումներուն ու կատարեք սեփաշնորհական գործողությունները արձագանքեք պահանջներուս։ Առաջին, երբ դեղեկացած եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ ունի այնտաբի ասեղնագործությունը արձանագրելու որոշումը եւ ինչ նախաձեռնած եք, երբ այդ մեկը իմացաք։ Քննարկած եք արդյոք այդ հարցը ովևէ անձի կամ գազམ་ագերբության հետ։ Երկրորդ, ինչպես կփողոքեն ընդունված որոշումի մտեմ։ Կպահանջեմ, որ դուք հայտնեք ձեր պաշտոնական կարծիքը այդ որոշումի մասին, փողոք ներկայացնեք ՅՈՒՆԵՍԿՕ։ Երրորդ, կպահանջեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքներու ցանկի մեջ այնտաբի ասեղնագործությունը իբրև հայկական արձանագրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ զուգահեռ արձանագրության դեպքեր գոյություն ունին։ Չորրորդ, կպահանջեմ, որ առաջարկներ ներկայացվին հայկական ասեղնագործության բազմաթիվ ջուղերը արձանագրելու իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեք։ Եթե քննարկում գազམ་ագերբեք, ապա ասեղնագործության մարզի ովևէ ներկայացուցիչ կբարձրապանի հարցը։ Հինգերորդ, կպահանջեմ, որ հայտարարեք, որ ուրիշ ազգերու մշակույթը յուրացնելը ցեղասպանության դարերեն մեկը կհանդիսանա եւ անընդունելի է։ Եվ վեցերորդ, ընդունված այդ որոշումը ինչպես պիտի աստե Հայաստանի մեջ աշխատող այնտեղի ասեղնագործության վարպետներուն վրա, Հայաստանի թանգարաններուն մեջ ներկայացված այնտեղի ասեղնագործություններու արձանագրություններուն վրա, արդեն հրաբարակված գիրքերու եւ հոդվածներու վրա, ընդ որում օդար մասնակետներու հոդվածներուն։ Ինչ հետևանքներ ունի միջազգային թանգարաններուն մեջ բահվող այնտեղի հայկական ասեղնագործություններուն համար։ Օրինակ, անձնապես աշակերտներուց ցույց տալով այնտեղի ասեղնագործությունը պետք է ասեմ, որ այն այսպես կոչված Թուրքիո ոչ նյութական մշակութային ժառանգությունն է, ինչպես կարելի է այդ մեկը։ Այս նամակը հանրային է եւ Հայաստանի մեջ շատ մարդիկ լրատվամիջոցներ ասեղնագործության վարպետներ պիտի դերգանան այս նամակին փոխանցագության եւ ծեր պատասխանին փոխանցագության մասին։ Անհամբեր կսպասեմ ծեր պատասխանին մեծ հույսով, որ սրտացավ երբով կմոտենաք այս հարցին։ Եթե խիստ արձագանք չլա կատարվածին, ապա նմանօրինակ քայլերը հայկական մշակույթը օդար պետություններու կողմէ յուրացնելը պիտի շարունակվին։ Ծեր գործողություններեն գաղթյալ է նաև հետագա անարդար որոշումները կանխելը։ Նման նամակ փողոքը պիտի ղրգեմ նաև գրթության, գիտության, մշակույթի եւ մամնագործության նախարարության, նշեց Լուսինե Մխիթարյան իր բաց նամակի մեջ։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզնի հետեին ցանի հաղորդավար Անտոնին, Սելին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։